Ատեից հետո չի լսվում փաստորեն։ 9 ամսա մանուկի նկատմամբ եթե խնամք չտանենք, այդ 9 ամսա մանուկը չի ապրի։ Նույնն է խաղաղությունը։ Էսա պատճառը, որ մենք անդադ ասում ենք, որ խաղաղության նկատմամբ պետք է հոգ տանել, խաղաղության նկատմամբ պետք է հոգ տանել։ Եվ մենք հույս ունենք, որ 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանի քաղաքացիները կգնան ընտրական տեղամասեր եւ տեր կկանգնեն խաղաղությանը, գործելով հետեւյալ տրամաբանությամբ։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Բայց շատ կարևոր է հասկանալ, ինչու են քվեարկում 16-ին, որովհետև այդ քվեարկությունը ինքնանպատակ չի։ Իսկ քվեարկում ենք, որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, Տաշիրին, Լորվա մարզին, Երևան մայրաքաղաքին, Հայաստանի Հանրապետությանը, փառք նահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Ժողովուրդ, որ հակակոռուպցիոն կոմիտեն հերթական ձայնագրությունն է հրապարակել եւ այդ հերթական ձայնագրությունը, որը վերաբերվում է ուժեղ Հայաստան կուսակցությանը, դե նորություն չկա, այն որ փող են բաժանում, բայց այստեղ շատ կարևոր երկու առանձնահատկություն կա, որի վրա ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրեմ։ Այդ առանձնահատկությունն է, որ այդ կուսակցության շտաբում խոսում են եւ մարդկանց փող տալու եւ փող վերցնելու գործողությունը համեմատում են, զուգահեռ են տանում անառակաբարո գործողությունների հետ եւ քաղաքացում փող տալու գործընթացը համեմատում են, պատկերավոր ասած, մարմնավաճառի հետ հարաբերությունների մեջ մտնելու հետ։ Սա իրական պատկեր է եւ շատ հաջորդ ամենահատկանշականը այն է, որ այդ մարդիկ իբր մեզնից պաշտպանում են Ղարաբաղից տեղահանված մեր քույրերին ու եղբայրներին, հələ տեսեք իրանց գրասենյակներում ինչ են խոսում եւ ինչպես են խոսում Ղարաբաղի մեր ժողովրդի մասին։ Ամենավերջին լկտի եւ սանձարցակ սեռական բնույթի բառապաշարով քաղաքացիներին իբր ցուցակներ են կազմում եւ ցուցակներ կազմելու գործընթացը համեմատում են մարմնավաճառի հետ հարաբերություններ մտնելու մեջ, դա նկարագրելով, զուգահեռ տանելով անառակաբարո գործողությունների հետ։ Եվ սա ճշմարտությունն է նրանց ընկալման եւ լեզվամտածողության մասին։ Ճշմարտությունն է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ նրանց վերաբերմունքի մասին։ Ինչ են ասում նրանք։ Նրանք ասում են, որ փող ենք տվել այդ քաղաքացիների հետ, ինչ ուզենանք կարանք անենք։ Փող ենք տվել քաղաքացիների հետ, ինչ ուզենանք կարանք անենք։ Եվ դա զուգահեռում են սեռական բնույթի գործողությունների հետ։ Այս շատ հատկանշական պահ է, որովհետև ցույց է տալիս նրանց վերաբերմունքը մարդկանց նկատմամբ, ցույց է տալիս նրանց իրական վերաբերմունքը Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների նկատմամբ, որ իրանք եւ սա քրեական օլիգարխիայի ամենաբնորոշ հատկանիշն է, մարդկանց վերաբերվել որպես ապրանքի, մարդկանց վերաբերվել որպես առուծախի ենթակա ապրանքի եւ 2018 թվականի ժողովրդական ոչ բռնի հեղափոխությունը դրա համար է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետությունում քաղաքացին մարդը այլևս առուծախի առարկա չէ Հայաստանի Հանրապետությունում մարդը առուծախի առարկա չէ եւ Հայաստանի Հանրապետությունում ես չեմ հավատում որ ժողովրդին կարելի է գնել Հայաստանի Հանրապետության ժողովրդին հնարավոր չէ գնել բայց Հայաստանի Հանրապետության ժողովուրդը պետք է այդ վիրավորանքի համար պատասխան տա քրեա օլիգարխիկ ռեժիմին, կալուգացիների, երևանցիների
առինցիների եւ որտեղից են լինեն կարճ ասած կապ չունի որտեղից են ցանկացած մեկը կլինեն նրանք որովհետեւ այո այդ շարքերում Երևանից էլ կան Իջևանից էլ կան Աբովյանից էլ կան Վանաձորից բոլոր տեղերից կան այդ մարդիկ մեր միջից են բայց այդ մարդիկ մեզնից մեկը չեն այդ մարդիկ մեր մեջ թաքնվում են մեզ ծնկի բերելու մեր հայրենիքը մեր երկիրը մեր քաղաքացիությունը ծնկի բերելու համար բայց ես ասում եմ Հայաստանի Հանրապետության հպարտ եւ արժանապատիվ քաղաքացին պետք է իր ասելիքը ասի եւ տեր կանգնի իր քաղաքացիությանը իր իշխանությանը իր ձայնին հետո նրանք ասում են դե խաղաղությունը արժանապատիվ չի խաղաղությունը արժանապատիվ չի Պաստորեն արժանապատիվ դենա ես չեմ կարա նույնիսկ անուղակի վերարտադրեմ այդ բառերը գնացեք արժանապատիվը Պաստորեն էտա որ քաղաքացուն փող են տալիս ասում են դե փողը տվել ենք հասկանում եք դրանք խոսում են մեր մասին մեր քույրերի մասին մեր եղբայրների մասին մեր ընտանիքների մասին ասում ենք փող ենք տվել Հալավ ենք արել փող ենք տվել ուրեմն ամեն ինչ կարանք անենք ամեն ինչի տակ նկատի ունենալով ամենավերջի անառակաբարող գործողությունները եւ Հայաստանի ժողովուրդը այս տակներին պետքա ձայն տա համարելով որ նրանք իրենց բռնավաճառի տեղ են դնում եւ ժողովուրդը պիտի գնա այս խոսույթի հետևից ես չեմ կարող դրան հավատալ եւ ինչով է տարբերվում մեր խոսույթը նրանց խոսույթից Մեր գաղափարը նրանց գաղափարից Մենք այսօր եկել ենք ասում ենք մի բան Ժորժան մենք ձեզ հետ կիսում ենք գաղափարներ Դուք գիտեք մեր բոլոր առավելությունները եւ մեր բոլոր թերությունները Դուք գիտեք մենք ինչ ենք խոսում ինչ ենք ասում նույնիսկ գիտեք ինչ ենք ուտում ինչ ենք հագնում եւ այլն եւ այդպես շարունակ ինչ ենք վաստակում որտեղից ենք վաստակում եւ այլն եւ այդպես շարունակ Մենք ձեզ ասում ենք մի բան, ժողովուրդ մենք ձեզ կարանք հորդորենք, կոչ անենք, խնդրենք, բայց որոշողը դուք եք։ Եվ ինչ որ դուք որոշեք, ինչ էլ որ դուք որոշեք, մենք ձեր որոշմանը հնազանդ ենթակա ենք։ Որովհետև դուք մեր տերն եք, դուք մեր տերն եք։ Դուք մեր տերն եք, դուք մեր գործատուն եք, դուք մեր գործատուն եք, մենք ձեր աշխատողներն ենք։ Կհամարեք, որ մենք լավ ենք աշխատում, մենք կշարունակենք աշխատել։ Որ պահին Հայաստանի ժողովուրդը որոշի, որ ես եւ մեր կառավարությունը պետք է հեռանա, մենք կհեռանանք։ Դա ձեր, բացառապես ձեր, միայն ու միայն ձեր որոշելիքն է։ Բայց մենք շատ կարևոր ենք համարում, որովհետեւ 8 տարի մենք առաջնորդում ենք երկիրը Եվ մեր կարծիքով ակնհայտ է, որ մենք ինչա տեղի ունեցել երկրում ժողովուրդ, ինչա տեղի ունեցել երկրի հետ։ Շատ կարևոր բան է տեղի ունեցել 8 տարվա ընթացքում երկրի հետ։ Եվ մենք անցել ենք շատ իրար հետ դժվարությունների, բարդությունների, ողբերգությունների, դժոխքի միջով, բայց այդ ամենի արդյունքում տեղի ունեցել մի շատ կարևոր բան։ Հայաստանի Հանրապետությունը ծայրամասից վերածվել կենտրոնի Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքն է փոխվել ժողովուրդ Եվ մենք գտնվում ենք արդեն իսկ Դե յուրե մենք դարձել ենք խաղաղության խաչմերուկ, Հայաստանի Հանրապետությունը դարձել է խաղաղության խաչմերուկ եւ մենք պետք է իրար շնորհավորենք, մենք պետք է առերեսվենք այս երջանկությանը, մենք ունենք պետություն, մենք ունենք խաղաղություն, մենք ունենք ապագա, որ այստեղ այսօր հիմա է, վաղը չի այդ ապագան Պետք չի երազել այդ ապագայի մասին, որովհետև այսօր ապագան այստեղ է, եւ հիմա է, եւ ձեր ձեռքերում է։ Տեսեք եւ նկատեք,
Հայաստանում կառուցվում են հարյուրավոր դպրոցներ, հարյուրավոր մանկապարտեզներ, հազարավոր կիլոմետրերով ճանապարհներ։ Հայաստանում այսօր իր պատմության մեջ առաջին անգամ միջին կենսաթոշակը ավելի բարձր է, քան նվազագույն սպառողական զամբյուղը։ Այսօր 65+ տարիքի թոշակառուները հարյուրներով, հազարներով վիրահատվում են եւ բժշկական ծառայություններ են ստանում, որոնք արժեն 4 միլիոն, 3 միլիոն, 2 միլիոն, այնպիսի գումարներ, որ ուրիշ պայմաններում այդ մարդիկ չէին կարող իրենց թույլ տալ գնալ հիվանդանոց։ Մենք ձեզ 2018 թվականին խոստացանք, ասացինք, որ Հայաստանի քաղաքացին չի մնալու հիվանդանոցի դռներին եւ Հայաստանի քաղաքացին չի մնում հիվանդանոցի դռներին։ Այս ամեն ինչը շատ կարևոր է, բայց ինչպես ասացի, առաջիկա ընտրություններում պատմական հարցի պատասխան է տրվելու։ Ի վերջո, Հայաստանի Հանրապետությունը ուզում է լինել աշխարհի ծայրամաս, թե Հայաստանի Հանրապետությունը ուզում է լինել աշխարհի կենտրոնում, աշխարհի մաս եւ ընդ որում դա է կարևոր։ Մենք չենք կարող ժողովուրդ ուզենք, որ մենք լինենք աշխարհի կենտրոն, իսկ մեր հարևանները լինեն աշխարհի ծայրամաս, դա չի լինում։ Այսինքն, տենց հնարավորություն չկա, Տաշիրի ամենակենտրոնական տեղը որտեղ է։ Չէ, որ փողոցն է կոչվում։ Հա? Ասենք Երևանյան 4-ը, լավ հասցե է, չէ, Երևանյան 16-ը, լավ, Երևանյան 16-ը։ Երևանյան 16-ը, եթե ենթադրենք Տաշիրի ամենակենտրոնական տեղն է։ Դուք չեք կարա, դուք ուզենաք, դուք ապրեք Երևանյան 16-ում, իսկ ձեր հարևանը ապրի, ասենք, Երևանյան 86-ում։ Որովհետև եթե ձեր հարևանը չապրի ամենակենտրոնում, դուք չեք կարող ապրեք ամենակենտրոնում, հասկանում եք։ Այս է ամբողջ սրընթիրը, որովհետև երբ որ մենք ասում ենք մենք Հայաստանը դարձրել ենք աշխարհի կենտրոն, նաև տարածաշրջանն է մեր մասնակցությամբ դառնում աշխարհի կենտրոն։ Ու սա շատ կարևոր է։ Մենք այն անեկդոտից էլ պետք է դուրս գանք, որ ասում է դարդերս քիչեր հարևանս է 0.6 շահ։ Մենք պետք է դուրս գանք այդ տրամաբանությունից։ Եվ մենք դուրս ենք գալիս այդ տրամաբանությունից։ Եվ ես նկատի ունեմ, որ հիմա դարակազմիկ մի պատմական ժամանակաշրջանում ենք, ժողովուրդ։ Ընդ որում, այս պատմությունը սկսվել է, այս նոր պատմությունը սկսվել է 2024 թվականի գարնանից, երբ որ մենք քաղաքական կամք ենք ցուցաբերել գնալու խաղաղության հետևից եւ բացառելու պատերազմը։ Բայց ինչպես կշարունակվի եւ ինչով կավարտվի այս պատմությունը, գիտեք ինչից է կախված։ Կախված է մեկ մարդուց, ընդամենը մեկ մարդուց։ Եվ այդ մեկ մարդը դու ես, եւ 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 այդ մեկ մարդը դու ես։